շնորհակալ եք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, խնդրեմ ձեր մեկնաբանությունը Մակում, Ալիևի ելույթին, որը սպառնալիքներով լի էր, Զանգեզուրի միջանցքի մասին էր խոսում, հաջորդեց Փաշինյանի, այսպես սեր մտեց ոչինչ չասող ելույթը, եւ նաեւ տեսանք, որ Կյանջայում ԱՊՀ 2025 խաղերի մրցույթի բացումն էր, որտեղից Ալիևն ու Մեհրիբանը իրավական անգամ ցույց տվեցին իրենց երկաթյա բռունցքը, որով ջարդել ու կոտորել են հայերին ու դա շարունակելու են։ Գիտեք, առանց մեր մեկնաբանությունների, այս վերջի ժամանակները խոսքի մեկնաբանություններ կամ խոսելով իրականության մասին, այդ երկու ղեկավարները, կոչացյալները, թե Ալիևն է, թե Փաշինյանն է, տարբեր հարթակներում, տարբեր միջոցառումներում իրենց այնձևի ձևակերպում, այնձևի ներկայացնում են, որ հանրության համար ընդհանրապես արդեն կրկնապատիկ պարզ է դառնում, որ ոչ մի խաղաղության մասի, ոչ մի ինչ-որ պայմանավորվածության կամ ձեռքբերումների մասի հարց չկա։ Ալիևը ոնց որ մինչև օրս շարունակել է խոսել իրենց թուրքամետ ծրագրերի իրականացման մասին, այդ նույն մտքերը, այդ նույն բաները, այդ նույն բառերն, այդ նույն կոչերն է օգտագործում, թե իր հանրության մեջ, թե տարբեր ամբիոնների, միջազգային ամբիոններից, այս ներկայ իշխանության ղեկավարներ նույն սուտ թեզերն է ժողովրդի մեր ոնց որ մոլորեցրած փորձում է պահի, բայց երկար ժամանակ արդեն օրեցօր արդեն իրենց մոտ է, իրենք արդեն խուճապի մեջ են մտնում, որովհետև տեսնում են, որ չաշխատեց այդ իրենց խաղաղության կոչը կամ էլ ձեռք բերած սուտի պայմանավորվածությունը, իսկ Թրամփին էին հարցնում Ալիևի բանի հանդիպման Փաշինյանը հետ չի էլ հիշում այդ հանդիպման մասին։ Ժողովուրդ դուք պատկերացնում եք, Թրամփը չի հիշում այդ մարդկանց հանդիպման օրնա թե թեման ինչ է եղել, որ սկզբնակաշրջանում սրանք սարքել են մի հատ, չգիտես, թե ԿՊԱ-ականներն են օրեցօր ամեն օր լրատվականներում ժողովուրդ խաղաղություն ենք բերել, լավ անելու, վաղը լավ անելու, էլ մարդ չի զոհվում, էլ մարդ չի տուժվելու, հա հասկանալի է, ձեր մոտ մի օրվա մեջ կարող է մարդ չզոհվի, մի ամսվա մի տարվա մեջ կարող է մարդ չզոհվի, բայց մի օրվա մեջ կարող է 5000 զոհ տակ, մի ամսվա մեջ կարող է 10000 զոհ տակ, դուք այդ կերպարներն եք, դուք դրա մասին խոսեցիք, կապ չունի, դուք ինչի մասին եք դուք փորձում ժողովրդին էլի մոլորեցնել շփոթելու, որովհետև ձեր անցյալը, ձեր անցած կառավարման ժամանակները դուք աղետ եք բերել այս ժողովրդին, միշտ ամենօրյա ռեժիմով, մի ժողովրդի իրավիճակը վատացել է, մի ժողովուրդը գնացել է արտագաղթվել է ստեղից, մի ժողովուրդը գնացել է ավելի ծանր կարգավիճակում ապրելակերպին։ Հիմի այդ Ալիևի, որ ձեր ասած այդ Գանջայում Գանձակում իրեն այդ ելույթի այդ տեսարանը, որ մենք տեսանք, ինչ որ սպորտային միջոցառում էր կազմակերպած, բայց նայեք, սպորտային այդ բանի միջոցառման կազմակերպան ընթացքում են, էլի պետական մակարդակով շեշտվում է ատելությունը հայ ազգի նկատմամբ, էլի շեշտվում է իրենց հետագա ծրագրերի իրականացումը կամ պլանները մեր ազգի կամ մեր հայրենիքի նկատմամբ, նա ոչ մի բան չի թաքցնում, նա ընդհանրապես ինչ կա, իրական ոնց մտածում է, նենց էլ ասում է, մենք աշխարհում որ ասում է, բանալի թշնամին ունենք, որ բացառիկ ասում է, ինչ է ուզում, ինչ է անելու, ոնց է մեզ նայում, մենք ով ենք իրենց համար, բացառապես ամենտեղ, ամեն ձևել ասում է, բայց սրանց նմաններ, այս վախկոտները, այս չգիտես էլ որտեղից թռած եկած հասած, չգիտես ինչ ձևով հասած իշխանության, այսօրվա իրավիճակում փորձելով այդ սուտ այդ իրաց թեզերը մոնիպուլյացիան ժողովրդի մեջ նորից էլի որ ասում եմ նախընտրական կամ էլ ինչ որ քարոզարշավի ինչ որ նոր բան են բռնել, դրոշակ են սարքել ու դրանով ուզում են իրանց հեղինակությունը կամ էլ իրանց վերընտրվելու այդ բանը հիմքը նորից էլի գեներացնեն կամ սարքեն։ Չի ստացվելու, չի դառնալու, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց 26 թվականի ընտրությունների ընթացքում, սա հայ ժողովրդի մեր պատմության, մեր ազգի վերջի էջն է, այսի։ Ինչի համար եմ ասում այս բառերը, այդ նես մտքեր չեմ ասում։
Արցախի այդ պատերազմի ժամանակ դուք հիշում եք սրանց պահվածքը։ Դուք հիշում եք սրանք ինչ բառերով են միշտ ներկայացրել հանրությանը, որ հաղթում ենք, հաղթելու ենք, ջախջախելու ենք, ամեն ինչ անելու ենք, բայց մեր Արցախը, հայկական Արցախը դա պիտի ինքը իր այությունը, իր բանով, վերջում եկաք ինչ տեսանք։ Խայտարակ պարտություն։ Հետո այդ խայտարակ պարտությունը ինչի փոխվեց, որ դա եղել է պլանավորած հանձնում։ Հետո այդ պլանավորած հանձնման շարունակությունը ինչ ձևակերպեց, որ կարայինք առանց պատերազմի, առանց զոհերի այդքանը ցախ տայինք, որովհետև ասում է այդ մարդը օրեցօր ով է ինքը, ովքեր են իրենք։ Մենք այն ժամանակ, սենց մեկնաբանություն ընդհանրապես հարցի պատասխանները կամ էլ մի ձև այդ իրավիճակից հասկանալու համար միշտ սենց է հասկացանք, եկանք մի հատ եզրակացության, որ պարտվել է կառավարությունը, պարտվել են սրանք ոչ թե ժողովուրդը։ Դե հիմա ասում եմ ժողովուրդ, ընտրությունների ժամանակ հիմի ունենք մենք բոլոր հնարավորությունները սրանց վռնդելու, չէ՞։ Ընտրությունների ժամանակ, եթե սրանք հաղթեցին կամ էլ վերընտրվեցին, ուրեմն մենք ենք պարտվել, ուրեմն ժողովուրդն է պարտվել։ Այս պարտությունը մեր ամեն մեկից ճակատին այսպես գրած անելու։ Ու սրա հետևանքները, ես ասեմ, ամեն մարդ իր վրա զգալու է։ Ամեն Հայաստանի քաղաքացի իր վրա զգալու է սրանց հետագա վերընտրելու բանը։ Դրա համար ամեն մեկը պարտադիր ժամանակի ընթացքում այդ կարևոր ժամանակի ընթացներում կարևոր ձեր դերակատարությունները միշտ պիտի ցույց տանք։ Միշտ պիտի ցույց տանք նորից մեղք են ժողովուրդը, մենք մեղք ենք որպես ազգ։ Մենք իրավունք չունենք այս օրը այս նմանատիպ ապրելակերպով ապրենք։ Մենք իրավունք չունենք այս ձևի նվաստացուցիչ ղեկավարության նվաստացնելով ինքը իր ազգի այս մեր մայր հողում ապրենք, սենց ղեկավարներ մենք ունենանք։ Մենք մեր հպարտությունն է, մենք մեր արժանապատվությունն է, մենք նորից պիտի մեր ձևով, մեր հայկական, իսկական կերպարով նորից վերականգնենք։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ մեր խաղաղությունը մեկ ամսական 22 օրական է, դե շարունակություն որպես մեր կողմից կեցեք գնդակահարությունները։ Դե նայեք, ես նորից եմ ասում, այդ մարդուն կամ ինչ որ առողջական խնդիր ունի, որ պահերի ընթացքում Այնձևի բաներ է մեկնաբանում, որ ընդհանրապես դա իրենց մասին է խոսում, ժողովուրդը ինչ կապ ունի դրա հետ։ Այս ժողովրդի գլխի բերողնել եք դուք, այս ժողովրդին այս իրավիճակի ցողնել եք դուք, ղեկավարը դուք եք, այնձևի պահվածք են սրանք իրենց պահում, ոնց որ ընդդիմադիր լինեն, քննադատում են իշխանությանը։ Այնձևի ամեն օրյա ռեժիմով կամ էլ ամեն հարթակներում այնձևի մեջբերումներ են անում, կամ էլ այնձևի մտքեր են արտահայտում, ոնց որ իրենցից բացի ուրիշ ղեկավարներ կան։ Դուք ում եք ասում, դուք ձեզ ասեցիք, ձեզ է վերաբերում։ Մենք ինչ ասում եք, սա պահանջ է, մենք ինչ ասում եք, սա բողոք է, որ ներկայացնում եք։ Ու ներկայացնում եք ձեզ, որովհետև դուք եք պատասխանատուն։ Բա դուք ում եք բողոքում, դուք ումից եք բողոքում։ Բա ինչի համար եք ղեկավարության այդ պատասխանատվությունը վերցրել։ Դոշներ այդ խփել եք, գիտել եք, իմացել եք թե բան է, ամեն տղու բան է երկրի ղեկավար լինելը։ Գիտեք թե ամեն տղու բան է, բանի ազգի արժանապատվությունը պահելը։ Բա պահեք, կարում եք պահեք։ Բա դա ձեր արդարացնելու համար հետագա այդ նմանատիպ բաները, որ խոսում արտահայտում բան եք անում, դա այդ ժամանակները անցել է, այդ ռեսուրսները պրծել է։ Սուտ ասելու, սուտ թեզեր ներկայացնելու, մենք աղետով ենք դա տեսել, մենք ցավով ենք դա տեսել, ձեր սուտը մեր գլխին աղետ է բերել, ձեր սուտը մեր գլխին հայրենիք ենք կորցրել, Սուրբ Արցախ է կորցրել, այդ ստի զոհ դառած այդ որ ասում այդ բանի ժամանակ։ Հիմա այդ սուտը չի օգնելու ոչ մի բանի։ Այն որ գնում եք տարբեր միջազգային այդ բաներից խոսում, հարթակներից խոսում, բան դեղել մատ թափ տվեք էլի։ Դեղել դրա մասի խոսեցիք, դեղել այն բառերը, որ ստե քո ժողովրդի վրա օգտագործում ես, դեղել քո թշնամու վրա օգտագործի, որ քո մասին քեզ է վիրավորում, քեզ առավոտից իրիկուն ծաղրում քո նկատմամբ, ձեր նկատմամբ։ Այն ում հետ նստում եք սեղանում բանակցելու, նա ձեզ ծաղրում է առավոտից իրիկուն, ձեր նկատմամբ, ձեր անձերին։ Ում հետ խաղաղության մտամ բան եք ձեռք բերել, նա ձեզ ծաղրում է, ձեզ օգտագործում է։ Ու դուք ես ասեմ առաջինը նրա զոհն եք դառնալու, այն նա է ձեզ գնդակահարելու, նա է գալու ձեր այդ սուտ թեզերով, որովհետև նա ձեր վախը բռնել է, այդ վախի հիման վրա էլ դուք նրանից ավելի շատ վախ եք, որովհետև նրա առաջ շատ խոստումներ եք տվել, որովհետև
կաշառակեր եք, որովհետև նյութապաշտ եք, կարողացել են ձեզ առնել, կարողացել են ձեզ, որ ասում եմ, ազգի թշնամի սարքեն, ու ձեք են մեծ հաճույքով էլ փողի զոհ դառած գնացել եք, հայրենիք եք վաճառել, զոհվածների հերոսների արյուն եք վաճառել, հանուն լավ ապրելու համար, այդ որ ձեր կյանքը լավ ձևակերպվել է ապրելու, այդ դուք երևի չեք տեսնում, որ ձեր լավ ապրելակերպը լավանալով ազգը կործանել եք դուք, ժողովրդին զոհաբերել եք դուք, բայց դա բոլորը ժամանակավոր է, ամեն ինչ, նորից եմ ասում, գալու է իր ժամանակը, իր հարցի պատասխաններն էլ ունենալու է։ Եթե այդքան նոր այդ մտքերով, խոսքերով ես ուզում եմ անդրադառնամ մեր քաղաքական բանտարկյալն Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Ուղիղ եմ ասում, փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ իրատեսական չեմ համարում։ Փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր։ Խնդրեմ, վտանգավոր ինչ առումով, վտանգավոր առաջերտին իրեն համար ասում, որովհետև ինքը Արցախը վաճառել է, ինչ որ հետագայում Արցախի հետ վերադարձը կամ Արցախի հայկական վերականգնելը, դա հենց իր համար մեծ վտանգ է։ Այդ առաջինը, երկրորդը ինքը իրոք այդպես բառեր է օգտագործելու, որովհետև եթե ինքը չի կարողացել Արցախը պահի, եթե ինքը չի կարողացել հայկական Արցախը այդ ժամանակահատվածում իրան կառավարման ժամանակահատվածում պահելու, այդ մարդը կարող է այսօրվա օրոք ասի Արցախի հետ վերադարձի կամ էլ Արցախը հայկական լինելու մասին։ Չի կարա ասի, ո՞նց կարա ասի։ Դրա համար է ինքը իրան բերվել իշխանության, դրա համար է եկել ինքը իշխանության, որ Արցախը հանձնեն։ Դրա համար է եկել իշխանության, որ այսօրվա իրավիճակում ցեղասպանությունը, ընդհանրապես ցեղասպանության հասկացողության այդ բանը, որ ասում է, գցի մեր հանրության մեջ։ Զանգեզուրի բանի դրա համար են բերել, որ Զանգեզուրի միջանցքի կամ էլ ճանապարհի այդ տարբեր տրամաբանություններով ձևակերպած մտքերով, բայց բոլորը սուտ է, գիտենք, որ դա այդ հարցը չպիտի լինի, Զանգեզուրի միջանցք բացման ճանապարհ չպիտի լինի, դրանով փակվում է մեր բոլոր հարցերի պատասխանները, մենք ինչ որ ստեղ, ինչ որ մեր էությունը, ինչ որ մեր դերակատարությունը այս տարածաշրջանում, դրանով սաղ փակվում է, ես այն սրանից մի քանի օր առաջ իմ ելույթի ժամանակ ասել եմ, սրանց ցավալի տեղի մասին պիտի խոսես, այն ինչ սրանց որ ցավ է պատճառում, մտահոգության բանի մոմենտով եմ ասում ցավ, հոգեկան ցավի մասին չեմ խոսում, որ սրանք մտավախության մասին, դա մենակ Արցախն է, սրանց համար, թե Ալիևի համար, Արցախը սրանց կոկորդում ոսկոր է եղել, սրանց բոլորի համար, հիմա Արցախը, որ իրաց մոտ հաջողվել է այդ ձևի դավաճան սրիկա բանով ձևակերպումով հանձնեն, վաճառեն թշնամուն, այսօրվա իրավիճակում փորձում են դա փոխարինել ինչ-որ խաղաղության բառով կամ արդարացնել իրենց, որ ասում այդ քայլի անհրաժեշտության մասին։ Տես բան չկա, մինչև ձեր գալը եղել է Արցախը հայկական, Արցախ ունեցել է հազարամյա տարիների պատմություն որպես հայկական, ու դուք պատկերացնում եք այդքան հազարամյա տարիներից հետո այս ձևի մարդ գա 7 տարվա 6-7 տարվա մեջին մեզ համոզի կամ ինչ-որ բան ասի, որ Արցախի խոսքի հանձնումը կամ Արցախի բանը դա ճիշտ է եղել, կամ էլ ոչում, այս իրավիճակում մենք Հայաստանը փրկելու համար կամ Հայաստան անկախությունը ձեռք բերելու վերջնական համար պիտի Արցախից հրաժարվեինք։ Քեզանից ավելի լավ էր շուտ, քեզանից հրաժարվեինք ու ավելի մեծ հաղթանակներ կհասնեինք, չեմ Արցախի այսօրվա իրավիճակում այս բանում տեսնեի ես հերվից սենց հայաթափված։ Բայց այն ինչ վերաբերում է, որ մեզ բան ես տալիս, խորհուրդ ես տալիս Արցախայությանը, որ ինչ անեն, որ միայնակ բանը քաղաքացիություն ստանալն է, որ Արցախում խոսքի ստեղ ապրեն, Արցախի մասին մոռանան կամ հետ վերադարձի մոռանան, դες բան չի լինելու։ Մեր երեխոց արյունները դեղա, մեր հարազատները տները դեղա։ Եթե դու քո հայրական տունը կարող ես մոռանաս, Արցախցին չի մոռանա իր հայրական տունը։ Եթե դու քո զավակը ինչ որ մի հատ բանով կամ քո հարազատ բարեկամներին ինչ որ միտեղ զոհաբերել են, դու կարող ես իրենց մոռանաս,
Արցախայությունը կամ հայ ժողովուրդը չի մոռանա տես բաներ, որովհետև մենք հայ ենք, իսկ դու հայ արունել չունես, հայի կերպարել չես ներկայացնում։ Նմանատիպ բառեր օգտագործելուց դու չես էլ վախում, այդ ձևի բառեր օգտագործել հաշվի առնելով, որ ինչքան ես վիրավորում արցախայությանը, ինչքան ես վիրավորում հայ ազգին։ Իրավունք չունեք Արցախի մասին ընդհանրապես խոսեք, ձենները կտրեք, Արցախի մասին մի խոսացեք։ Այս ժողովրդին կրկնապատիկ մի այդ որ ասում իրաց ցավը իրաց մեջ մի բան արեք, ձեռեք առնում։ Ամեն անգամ ամենտեղ խոսելով Արցախի բանը չեմ տեսնում, Արցախը մերը չի, Արցախ դու ինչ իրավունք ունես Արցախի մասին խոսել։ Դու Արցախին դավաճանել ես, դավաճանը իրավունք չունի Արցախի անունից խոսելու, ժողովրդի անունից խոսելու։ Եվ քաղաքական հետապնդումները ասում են այս Հայաստանում Փաշինյանի օրոք կամ ընդդիմադիրները սպանվում են կամ էլ բանտվում։ Գիտեք հիմի ես որ միշտ ասում եմ սա մեր համար կռվի դաշտ է, սա մեր համար էլի պատերազմ է, որովհետև սա պայքար է, ու այս պայքարը բոլորս տեսնում ենք, որ հանգիստ կերպով բանով չի լինում։ Այս պայքարը պիտի վճռական գնաս, այս պայքարը պիտի քեզ նվիրաբերես, այս պայքարը որ գալիս է ժամանակ արդեն պիտի զոհաբերես էլ, որովհետև հաղթանակը մարտի դաշտում առանց զոհաբերելու, առանց որ ասում է նվիրաբերելու չի լինում։ Մենք թշնամու հետ կռիվ ունենք։ Մենք ունենք արտաքին թշնամի, մենք ունենք ներքին թշնամի։ Մենք երկու ուղղությունների վրա էլ կռիվ ենք տանում։ Անձամբ ինձ համար նորից եմ ասում, հայրենիքս կորցրած, եղբայրս գերության մեջ, հարազատներ կորցրած, ես էլ ինչ ունեմ կորցնելու։ Կամ էլ ինչ վախի մասին է խոսքը գնում։ Ես հիմի պայքարում եմ, կռվում եմ իմ արժանապատվության համար, իմ հայ լինելու, հայ ապրելու համար, ու որը ես ցանկանում եմ ամեն հայի մեջ տեսնեմ այսօրվա իրավիճակում։ Ու ես այսօրվա իրավիճակում ամեն հայի մեջ եմ ուզում տենեմ այդ արժանապատվության համար կռիվը։ Ժողովուրդ հայ լինելը ամենահզոր բանն է։ Ազգության, մեր ազգությունը, մեր աշխարհի օրինակելի ազգերից մեկն ենք մենք։ Այս ժամանակահատվածում են այս նմանատիպ այս ղեկավարները մեզ այս կարգավիճակում գցել, որ հասկանում են բաներ կա, քաշվում ենք, մի քիչ որ ասում է պարտության հետ կախված կամ էլ այս կորուստների հետ կապված ծանր այս ժամանակ է պետք, որ մենք նորից վերականգնենք, նորից որ ասում է վերածնվենք, բայց ես վստահ եմ նորից եմ ասում իմ ազգի հզորության մեջ, մեր ազգի այն հզորությունն է, կամ էլ այն մեկ այն գենը ունենք, որ այդ գենը միշտ իր այս ծանր իրավիճակում է միշտ ինքը իր իրական կերպանը ցույց տվել։ Ու այս կարճ ժամանակահատվածում է, թե գալիք ընտրությունների ժամանակ է, թե միջև գալիք ընտրություններն է, Մայր Հայաստանում պիտի արմատական փոփոխություններ լինի։ Արմատական փոփոխությունները դա մեր վերածնունդն է։ Արմատական փոփոխությունները մեր արժանապատվությունը վերականգնելն է։ Արմատական փոփոխությունը մենք այս իրավիճակից դուրս գալով հաղթանակով, ուրիշ ոչ մի բան չեմ տենում։